Սիրելիներ, քանի որ ժամանակը շատ կարճ է, ամեն մեկդ ձեզի հարց տվեք, թե ում եք որոշե ծառայել, որովհետև մեր մարդը չի կրնա երկու տերերի ծառայել, եթե դու կուզես երկու տերերի ծառայես, դու չես կրնա, որովհետև երբ որ կանգնենք Աստծո դատաստանի առաջ, մարդու մեկ կեսը չի եշտա դրախտ, մյուս կեսը դժոխք, կամ կեշտա դժոխք, կամ կեշտա դրախտ։ Ու դիգինչի համար կսեմ, ամեն մեկս պիտի որոշենք, թե ում կծառայենք, Աստծուն թե սատանային։ Եթե Աստծուն, ու եթե Աստծու հարցնենք, ուրեմն պիտի ապրենք Աստծու ուզածի պես, Աստծու կամքը կատարելով, Աստծու օրենքների կանոնների համաձայն ապրելով։ Իսկ եթե կուզեք, որ համ Աստծուն ծառայեք, համ սատանային, միանշանակ չի եղնի, որովհետև նորից կկրկնեմ, մի մարդ չի կրնա երկու տերերի ծառայել։ Ու եթե դուք ձեզի Հիսուսի հարցը կհամարեք, Հիսուսի հարցերն էլ կնշանակե։ Երբ որ դու կամուսնանաս ինչ-որ մեկի հետ, հարց բառը ինչ կնշանակե։ Ընդունել իր գլխավորությունը Փեսայի նկատմամբ, այսինքն սխալսեցի, ընդունել Փեսայի գլխավորությունը իր նկատմամբ։ Հարցերն էլ կնշանակե հասկանաս, որ Փեսեն է քո գլխավորդ։ Ինքը ամեն ինչի մեջ քեզի պիտի առաջնորդե, այս շորը հակի, այն շորը մի հակի, մազերդ սպես երա, մի խոսքով, այս ինչ մարդու հետ մի շփվի, որովհետև ինքը Փեսան է, ինքը ընտանիքի գլուխն է, ավելի լավ գիտե, թե դու ուրդեղ ու ինչի համար ես պետք, ուրդեղ պետք չէ օրեշտաս, ուրդեղ պետք է օրեշտաս։ Սիրելիս, եթե դու քեզի Քրիստոսի հարցը կհամարես, ուրեմն ճիշտ ժամանակն է, որպեսզի հնազանդվես Փեսայիդ կյանքի ցանկացած ոլորտի մեջ։ Թող Տերը քեզի հագցնե, թող Տերը քեզի առաջնորդե, թող Տերը պատրաստե իր ակալուստին, քանի որ ժամանակը շատ մոտ է։ Մի որոշե, դու ինչեղ պիտի դիմավորես Փեսային, եթե Հիսուսի հարցն ես, թող Հիսուսը որոշե, թե դու ինչեղ դիմավորես Փեսային։ Սկանը սիրելիներ, կարևոր միտք, որն ուզեցա փոխանցեի ու այսօրվա թեմայի ժամանակ պիտի խոսամ, հետևյալն է, հիշե, մի մարդ չի կարող երկու տերերի ծառայել։ Սկանը ժողովուրդ ջան, քննեք, հասկացեք, թե ում եք որոշե ծառայել։